Բարև ձեզ, այսօր պիտի խոսենք գլխացավերի մասին։ Ուրեմն նախ ասեմ, որ ոչ բոլոր գլխացավերն են համարվում միգրեն։ Միգրենին բնորոշ է միակողմանի գլխացավեր, տևողությունը ուրեմն լինում է 4-ից 72 ժամ, ուժգնությունը ցավի լինում է միջինից մինչև ուժեղ աստիճանի, լույսի նկատմամբ կամ ձայնի նկատմամբ զգայունության բարձրացում, սրտխառնոց կամ հսկումներ, պուլսացիայի զգացողություն, ի տարբերություն միգրենի, լարվածության գլխացավը ամենատարածված գլխացավն է, հիմնականում սեղմող կամ ճնշող բնույթ է կրում և չի վատանում ռուտին սովորական ֆիզիկական ակտիվությունից։ Նշեմ, որ ցավային դրվագների քանակը ամսվա մեկ, եթե հասնում է 10-ից ավել, սա նշանակում է, որ արդեն երկարատև դեղորայքային պրոֆիլակտիկ բուժման անհրաժեշտություն կա։ Բուժման հետ կապված նախ ասեմ, որ բոլոր դեղերը մեծամասամբ կարող են ունենալ լուրջ կողմնակի ազդեցություն։ Դրա համար անհրաժեշտ է դիմել բժշկի։ Հատկանշական է, որ բուժման համար նախատեսված ցավազրկող դեղը նույն ինքը կարող է առաջացնել գլխացավեր, հատկապես երբ չարաշահում ենք այդ դեղը, այսինքն ցավազրկողները, պես կոչված medication overuse headache։ Աջակցի սուրճի ընդունումը կամ միանգամից սուրճից կամ կոֆեին պարունակող ըմպելիքներից կտրուկ հանումը բերում է լարվածության տեսակի գլխացավերի։ Շնորհակալություն։